Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է բարի երեկո աշխատանքային շաբաթը բավականին բուռն էր, եկեք տեսնենք այս ուրբաթն էլ ինչ մեզ բերեց եւ աշխարհին նախ համառոտ։ Հայաստանում պետք է դրվի տուֆի արձանը, Փաշինյանը մասնակցել է հանքարդյունաբերական ֆորումին։ Միքայել Սրբազանին դատապարտեցին ազատազրկման, եկեղեցին արձագանքել է։ Սյունիքում Թրամփի ուղու կյանքի կոչման ժամկետների մասին արտգործնախարարը պատմել է լեհական մեդիային։ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությունից պատվիրակություն է եկել Հայաստան։ Աշխարհում ոչ ոք իր միանձնյա կամքը այլևս չի պարտադրելու Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ Հեղափոխությունների նոր շքերթ ամբողջ աշխարհում Z սերնդի գլոբալ ըմբոստությունը։ Եվ Հենոյի մասին գիրք է լույս տեսել, Մխիթարյանը ներկայացրել է իր կենսագրականը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ մենք տուֆ քարին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք մատուցում եւ տուֆի նույնիսկ արձան չունենք։ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ նա ասել է, որ որոշել են Արթիկ համայնքի հետ այս բացը լրացնել։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության մեջ ունի կարևորագույն մասնաբաժին։ Այս ոլորտին նվիրված այսօրվա միջոցառմանը մի քանի շատ հետաքրքիր թեմաներ են շոշափվել, եկեք տեսնենք ինչի մասին են խոսել ու շարունակենք։ Հայաստանի հանքագործների եւ մետաղագործների միության ղեկավար Վարդան Ջհանյանը հայտարարել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ողնաշարն է, իսկ վերականգնվող էներգետիկայի հետ համատեղ ապագայի համաշխարհային տնտեսության հիմքը։ Հայաստանում արդյունահանվող 3 հիմնական մետաղները՝ պղինձը, մոլիբդենը եւ ոսկին, նրանց պահանջարկը միայն աճելու է եւ դրանց նշանակությունը համաշխարհային շուկաներում։ Ըստ բոլոր կանխատեսումների պղնձի նշանակությունը ավելի մեծ է դառնալու, քան նավթի նշանակությունը։ Այսինքն կատարվելու է կարևորագույն անցում նավթի դարաշրջանից տնտեսական իմաստով դեպի պղնձի դարաշրջան։ Ջհանյանի խոսքով այս մետաղների շնորհիվ Հայաստանը կարող է 5-ից 6 տարվա ընթացքում ապահովել ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի ռազմավարական նշանակությանը, շեշտելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացեն հանքարդյունաբերության համար։ Բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարանի արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ եւ ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն եւ սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարեւոր է։ Վարչապետը նաեւ կարեւորել է երկրաբանական հետախուզության նոր փուլի անհրաժեշտությունը, նշելով, որ արկա գիտելիքները հիմնված են խորհրդային շրջանի տվյալների վրա։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան իրականացնել ավելի արդյունավետ հետազոտություններ, այդ թվում հազվագյուտ մետաղների հանքավայրեր հայտնաբերելու գործում։ Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Փաշինյանը զարմանքով նշել է, որ քարերի երկիր Հայաստանում շինարարության ակտիվացման ֆոնին առաջացել է քարի պակաս եւ երբեմն անհրաժեշտ է լինում քար ներմուծել։ Խնդրի պատճառներից նա առանձնացրել է թափանցիկության եւ ոլորտում գիտելիքի մեջ ներդրումների բացակայությունը։ Ըստ Փաշինյանի մեկ այլ կարևոր խնդիր է հայկական տուֆի նկատմամբ պատշաճ հարգանքի բացակայությունը։ Տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք։ Վարչապետը մտահոգություն է հայտնել շինարարական ավազի արդյունահանման ոլորտում առկա հսկայական ստվերային տնտեսության եւ Արաքսգետից ավազի արդյունահանման հետևանքով երկրի տարածքի կրճատման կապակցությամբ, ինչը որակել է ազգային անվտանգության խնդիր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խոդաթյանը եւ փոխնախարար Ասատուր Վարդանյանը ներկայացրել են 2023 թվականին հաստատված հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել ոլորտի երկարաժամկետ եւ կայուն զարգացումը, ամբողջական թվայնացում մինչեւ 2027 թվականը, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ պատկերացում կազմել ոլորտի ներուժի մասին։ Կցանկանամ նաև հաջորդ կարևոր նպատակին անդրադառնալ ռազմավարական, դա
երկրաբանական ծառայության ստեղծումն է, որի շուրջ այսինքն գործում քայլերն իրականացվում։ Մենք ԵՄ-ի հետ ունենք շատ լավ համագործակցություն այս հարցում, ԱՄՆ-ն հատկապես օգոստոսի 8-ից հետո մենք շատ համագործակցության եզրեր ենք գտել եւ այդ ուղղությամբ ուզում ենք առաջ շարժվել, օգտագործել միջազգային լավագույն փորձը եւ մենք ուզում ենք ստանանք ծառայություն, որը լրիվ նոր որակի կլինի, նոր հարթակ, նոր հզորություններ կունենա եւ մասնագիտական եւ տեխնիկական եւ կարողանա ոլորտում իրականացնել միասնական քաղաքականություն։ Փոխնախարար Վարդանյանը նշել է, որ նպատակն է Հայաստան ներգրավել լավագույն փորձ ունեցող միջազգային ընկերություններ, որոնք արժեք կստեղծեն։ Նա հավելել է, որ նախարարությունն արդեն իսկ բազմաթիվ նամակներ է ստանում օտարերկրյա ներդրողներից, ինչը վկայում է ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Ֆորումի շրջանակում Հայաստանի հանքագործների եւ մետաղագործների միությունը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ պետական եւ մասնավոր հատվածները կաշխատեն միասին, աջակցելով միմյանց բարեփոխումների իրականացման գործում։ Բոլոր նախաձեռնությունները, որոնք ոլորտին վերաբերում է, առաջին հերթին քննարկենք ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների այդ միությունների հետ, նոր անցնենք, այսպես ասած, հաջորդ ընթացակարգերին, այսինքն եթե օրինակ էկոնոմիկայի նախարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ նախագիծ կներկայացնի հանրությանը, ապա դա ամենայն հավանականությամբ արդեն իսկ քննարկված է։ Իհարկե կարող է համաձայնեցված չլինի, մենք պարտադիր չի, որ մենք համաձայնեցնենք, բայց քննարկում ենք, իրենց լսում ենք, իրենց դիտարկումները հաշվի ենք առնում, հետո նոր նախաձեռնությունները առաջ են գնում։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ ֆորումը հարթակ կդառնա ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի մշակման համար։ Իդեպ Հայաստանում մեր հիմնական արտահանվող ապրանքի պղնձի պաշարները գնահատվում են մինչև 1.5 միլիոն տոննա։ Գունավոր այս մետաղի գները միջազգային շուկայում նորանոր ռեկորդներ են սահմանում։ Աճում է նաև արտահանումը։ 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 8.500 տոննա, 2024 թվականին 9.500, իսկ այս տարվա առաջին 5 ամիսներին 9600 տոննա պղինձ։ Ռեկորդներ է սահմանում նաև ազնիվ մետաղը, ոսկու բորսայական գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 31 գրամին համարժեք 1 տրոյական ունցիայի համար $3900 նշագիծը։ Հայաստանում մաքուր ոսկու պաշարները հասնում են 300 տոննայի, պոտենցիալ պաշարները 400 տոննայի։ Նարնե Ղուկասյան, Open Media։ Տնտեսության վրա ոչ պակաս մեծ ազդեցություն կարող է գործել նաև թրիփը, Թրամփի ճանապարհը։ Ամեն դեպքում իշխանությունը պնդում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հայաստանը մեծ օգուտներ կստանա ու այս մասին Վարշավայում լեական հեռուստաալիքի հետ խոսել է Հայաստանի արտգործնախարարը։ Ասել, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այդ կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել եւ այնուհետեւ շահագործել նաեւ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն։ Նաեւ ասել է, որ ամերիկացիները պետք է համաձայնեցնեն անցուղու եւ այդ ընկերության տեխնիկական մանրամասները առաջիկա ամիսներին կարող են ավարտել այդ գործընթացը եւ դրանից հետո պետք է սկսվի շինարարությունը։ Երկաթուղու կառուցումն էլ կարող է տևել առնվազն 2 տարի։ Այստեղ ամենահետաքրքիրը հետևյալ արտահայտությունն է, իդեպ այս տեքստը, թե ինչ է խոսել Հայաստանի արտգործնախարարը, հրապարակված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում եւ այսպես նա ասում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստեղծում են մի ընկերություն, որը կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Այսինքն լինելու է մի մեծ հայ-ամերիկյան ընկերություն, որը կարող է տարբեր ծառայություններ պատվիրել այլ ընկերությունների։ Եվ հիշենք ամենակարևորը, Թրամփի հետ ստորագրված փաստաթղթում հստակ էր միայն երկու ձևակերպում։ Ճանապարհը Ադրբեջանի համար լինելու է անխոչնդոտ, բայց Հայաստանի իրավազորության տակ, թե ինչպես է հայ-ամերիկյան կոնսորցիումը սա ապահովելու, ինչ ընկերությունների կարող է պատվիրակել, օրինակ ճանապարհ կառուցելու ծառայություններ, մենք չգիտենք, ոչ ոք չգիտի։ Այդ փուլին կհասնենք հավանաբար մյուս տարի, ամեն դեպքում պաշտոնյաների հայտարարություններից այդպես ենք հասկանում։ Դե իսկ ամերիկացիների նոր պատվիրակություն է եկել Հայաստան, այս անգամ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչներ։
Ամենայն հավանականությամբ այս ամենը իրար հետ շատ սերտ առնչություն ունի։ Դեսպանատունը հայտնում է, որ ամերիկացիները, ահա այս մարդիկ, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ, այսինքն արդեն 5 օր է նրանք այստեղ են, որպեսզի իրականացնեն կարողությունների գնահատում եւ բացահայտեն բարելավման կարիք ունեցող ուղղությունները, ինչը կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը, հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Իդեպ անցած ամիս խոսվում էր $145 միլիոն ամերիկյան ներդրման մասին, որպես առաջին քայլ թրիփի կոնտեքստում։ Մի խոսքով գործընթաց է, քննարկում են, վերլուծում են ու որքան հասկանում ենք մի քանի ամսից գուցե ինչ-որ բան պարզ լինի։ Մոռացանք Եվրոպայի մասին, այնտեղից էլ կարծես ուղերձներ են գալիս, որ ուզում են մասնակցել կամ գոնե հետ չմնալ այս գործընթացներից։ Եվրոհանձնաժողովի ղեկավարը ամփոփելով Փաշինյանի հետ հանդիպումը հայտարարել է, որ իրենց Global Gateway ռազմավարության միջոցով կզարգացնեն տարածաշրջանային հաղորդուղիները ու հիշեցրել, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գաղտնաժողովը տեղի կունենա եկող տարի Երևանում։ Դանիայում եվրոպացիների հետ հանդիպումներ է անցկացրել նաև Ուկրաինայի նախագահը, Ալիևի հետ էլ է հանդիպել, որի հասցեին ինչպես միշտ շատ ջերմ է արտահայտվել, շեշտելով պաշտպանական ոլորտում գործակցությունը։ Հանդիպումից հետո էլ նա նույնպես սոցցանցերում իր գոհունակությունն է հայտնել Ալիևի հետ շփվելուց։ Այս ամենը տեղի է ունենում քաղաքական տեկտոնական շարժերի ֆոնին, ավելի ճիշտ դրանց ուղղակի հետևանքն է։ Աշխարհում ընթանում է ռուս-արևմտյան շատ էլ ուղիղ կամ առնվազն ոչ թաքուն բախում, որի դրսևորումները տեսնում ենք ամեն օր։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ Եվրամիությունը այդ բախման արանքում է հայտնվել եւ այդքան էլ ազդեցություն չունի որևէ գործընթացի վրա, բայց ուզում է լինել, եթե ոչ ազդեցիկ, գոնե ներկա։ Եվ ահա նաեւ դրա մասին Վալդայ ակումբում երկար խոսել է Ռուսաստանի նախագահը ու ասել, որ ժամանակակից աշխարհն ունի ոչ թե ինչ-որ մեկի կամքը պարտադրելու, այլ փոխհամաձայնության կարիք։ Ավելին նա պնդել է, որ աշխարհում չկա եւ չի լինի մեկ ուժ, որը բոլորին կթելադրի ինչ անել կամ ինչպես շնչել։ Փորձեր եղել են, բայց ըստ նրա անհաջող։ Եթե Միացյալ Նահանգները հեռահար տոմահավ քրթիռներ մատակարարի Ուկրաինային, մարտադաշտում դրությունը չի փոխվի, բայց դա կհանգեցնի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրացման։ Սոչիի Վալդայ քննարկումների ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Могут томагавки нанести нам ущерб. Կարող են տոմահավքերը վնասել մեզ։ Կարող են, մենք կխփենք դրանք եւ կբարելավենք մեր հոբ համակարգերը։ Արդյոք սա կվնասի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին, որոնք այժմ լույս են տեսնում թունելի վերջում։ Իհարկե կվնասի։ Ինչպես կարող է այլ կերպ լինել։ Դրանց օգտագործումը առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության անհնար է։ Հին հնդկացիների մարտական կացնի անունը ստացած ամերիկյան նշանավոր հրթիռների Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն էր ասել։ Ըստ նրա Թրամփը պատրաստվում էր անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին։ Սա է Միացյալ Նահանգների նախագահի արտաքին պաշտպանական քաղաքականության որոշումների շարժիչ ուժը։ Ես կթողնեմ, որ նախագահը խոսի դրա մասին, բայց ես գիտեմ, որ մենք հենց այս պահին զրույցներ ենք ունենում այդ հարցի շուրջ։ Պուտինը կրկնել է Միացյալ Նահանգներին ուղղված իր առաջարկը կամավոր հետաձգել միջուկային մարտագլխիկների սահմանափակումները, եթե Վաշինգտոնը նույնը անի։ Հակառակ դեպքում Ռուսաստանը վստահ է իր սեփական միջուկային վահանի վրա։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում կան մարդիկ, որոնք ասում են, մեծ ստարտ պայմանագրի որևէ երկարաձգում պետք չէ։ Եթե նրանք դրա կարիքը չունեն, ապա մենք էլ չունենք։ Ընդհանուր առմամբ մենք լավ ենք գործում։ Մենք վստահ ենք մեր միջուկային վահանի վրա։ Մենք գիտենք ինչ անել վաղը եւ մյուս օրը։ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է, որ ռուսական զորքերը առաջխաղացում են ունենում ուկրաինական ռազմաճակատի բազմաթիվ ուղղություններում։ Միաժամանակ նա անդրադարձել է Թրամփի Ռուսաստանին թղթեվագր անվանելուն։ Մենք թղթեվագր ենք, ապա ինչ է ՆԱՏՕ-ն այս դեպքում։ Պուտինը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած ՆԱՏՕ-ի գրեթե ամբողջ դաշինքը այժմ պայքարում է Ռուսաստանի դեմ։ Նրանք այլևս չեն թաքցնում դա։ Դժբախտաբար կան հրահանգիչներ, որոնք մասնակցում են մարտական գործողությունների։ Եվրոպայում ստեղծվել է հատուկ կենտրոն եւ այն ըստ էության աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի բոլոր գործողություններին։ Ռուսաստանը արագ կարձագանքի, եթե Եվրոպան սադրի Մոսկվային մայրցամաքի ռազմականացման ճանապարհով, սակայն Պուտինի խոսքով դաշնությունը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Մենք պարզապես չենք կարող անտեսել տեղի ունեցողը։ Մենք իրավունք չունենք դա անել մեր անվտանգության նկատառումներից ելնելով։ Հետևաբար ուշադիր հետևում ենք Եվրոպայի ռազմականացման աճին։ Սա պարզապես խոսակցություն է, թե ժամանակն է, որ մենք հակազդեցության միջոցներ ձեռնարկենք։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյաքանենը պնդում է, որ Ռուսաստանը միշտ կշահարկի իրենց թուլությունը, հատկապես եթե Եվրոպան եւ Արևմուտքը անմիաբան եւ անպատրաստ են։ Այս սպառնալիքներից խուսափելու համար եվրոպացիները պետք է արագացնեն ներդրումները, իրական ներդրումները։ Մենք պետք է գիտակցենք դրա հրատապությունը։
Եվրոպայում անօթաչուների թռիչքներով պայմանավորված խուճապի վերջին դրսևորումների առիթով Պուտինը կատակել է, խոստանալով, որ այլևս դրոններ չեն թռչի Դանիայի վրայով։ Նրա խոսքով արևմուտքում ռուսական դրոնների շուրջ հիստերիան արհեստական է։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Եվրամիության մյուս առաջնորդները Կոպենհագենում կոչ էին անում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, մասնավորապես նրա էներգետիկ ոլորտի նկատմամբ, եւ ընդգծել, որ Ուկրաինան գտնվում է ընդլայնվող հիբրիդային պատերազմի առաջնագծում։ Մակրոնը կոչ է արել պաշտպանել սեփական շահերը առանց Պուտինին ազդանշաններ տալու իրենց մտադրությունների մասին։ Կարծում եմ, որ հիմնական պատասխանը պետք է լինի ավելի շատ անկանխատեսելիությունը եւ ավելի շատ ռազմական երկիմաստությունը։ Էներգետիկայի ոլորտում պատժամիջոցներին արձագանքելով Պուտինն ասել է, որ համաշխարհային տնտեսությունը կտուժի առանց ռուսական նավթի եւ մատակարարումների դադարեցման դեպքում գները կբարձրանան մինչեւ $100 մեկ բարելի դիմաց։ Մերի Դանիելյան, Open Media։ Իսկ ինչ է անում այդ ընթացքում Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել թմրակարտելների դեմ։ Ավելին, Սպիտակ տունն այդ մասին կոնգրեսին ծանուցում է ուղարկել։ Հուսա տեղի է ունենում այսպես կոչված շատդաունի պայմաններում Վաշինգտոնում նորից չեն համաձայնեցրել բյուջեն ու կառավարության աշխատանքը կանգնել է։ Սա շատ լուրջ խնդիր է, օրինակ Ուկրաինայի օգնությունը կարող է ուղղակի կանգնել, այսինքն մի ամբողջ երկրի ճակատագիրը, իհարկե ոչ միայն մեկ, բայց տվյալ դեպքում Ուկրաինայի ճակատագիրը կախված է նրանից, թե ամերիկացի կոնգրեսականները երբ կլուծեն իրենց բյուջեի համաձայնեցման հարցերը։ Հոկտեմբերի 1-ի 12:01 Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես շատդաունի աշխատանքի դադարեցման ռեժիմում է։ Գործադիրի աշխատանքային ժամացույցի սլաքները կանգ առան, երբ կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չկարողացան համաձայնության գալ կառավարության ֆինանսավորումը շարունակելու շուրջ։ Արդյունքում 100,000-ավոր պետական աշխատակիցներ ուղարկվել են չվճարվող արձակուրդի, իսկ մի շարք դաշնային ծառայությունների աշխատանքը կասեցվել է։ Ճգնաժամի պատճառը քաղաքական է։ Դեմոկրատները պնդում են, որ ֆինանսավորման ցանկացած օրագիծ պետք է ներառի առողջապահական սուբսիդիաների երկարաձգում։ Մինչդեռ հանրապետականները պահանջում են այս երկու հարցերը դիտարկել առանձին։ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո փակուղու համար կողմերը միմյանց մեղադրեցին։ This is day 2 of Donald Trump's Դոնալդ Թրամփի կառավարության փակման երկրորդ օրն է, բայց 256-րդ օրն է այն քաոսի, որ Թրամփի նախագահությունը բերել է ամերիկյան ժողովրդին։ Մենք պատրաստ ենք, ցանկանում ենք եւ կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, յուրաքանչյուրի հետ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, որպեսզի փորձեն գտնել կառավարությունը վերաբացելու ուղին, ծախսերի շուրջ համաձայնելու համար, որն իրականում կբավարարի ամերիկյան ժողովրդի կարիքներին, միաժամանակ լուծելով հանրապետականների առողջապահական ճգնաժամը։ Դեմոկրատների համար առողջապահական արտոնությունների հարցը ոչ թե պարզապես բյուջետային կետ է, այլ միլիոնավոր քաղաքացիների կենսական խնդիր։ Հակիմ Ջեֆրիսը զգուշացնում է, որ հանրապետականների անզիջում դիրքորոշումը հասարակ ամերիկացիներին կդնի ֆինանսական հարվածի տակ։ Եվ առաջիկա օրերին դուք կտեսնեք, որ ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ կբախվեն առողջապահական ապահովագրավճարների, համավճարների եւ նվազեցումների կտրուկ աճի, քանի որ հանրապետականները չեն ցանկանում երկարաձգել մատչելի առողջապահության մասին օրենքի հարկային արտոնությունները։ Կառավարության շատդաունը կաթվածահար է արել նաև ամերիկյան տիեզերական գործակալության NASA-ի աշխատանքը։ NASA-ի ավելի քան 18,000 աշխատակիցներից 15,000 ուղարկվել են չվճարվող արձակուրդ։ Աշխատում է միայն նվազագույն աշխատակազմը կենսական նշանակության գործերի համար, ինչպիսիք են միջազգային տիեզերակայանի անվտանգությունը եւ եղանակային արբանյակների մոնիթորինգը։ Նախագահ Թրամփը կարծես պատրաստվում է օգտագործել շատդաունը որպես ճնշման գործիք։ Նա ոչ միայն չի բացառել, այլև սպառնացել է դաշնային աշխատակիցների կրճատումներով եւ դեմոկրատների համար կարևոր նախագծերի տապալմամբ։ Կարող են լինել աշխատանքից հեռացումներ, եւ դա նրանց մեղքն է։ Բացի այդ, կարող են լինել նաեւ այլ միջոցներ։ Մենք կարող ենք կրճատել նրանց կարևոր նախագծերը, նույնիսկ ընդմիշտ չեղարկել։ Շատերն ասում են, որ ես Թրամփս ցանկացել եմ սա, բայց ես դա չեմ ցանկացել։ Շատերն այդպես են ասում, քանի որ ես իրավունք ունեմ կրճատելու այն, ինչը երբեք չպետք է հաստատվեր, եւ ըստ ամենայնի ես դա կանեմ։ Բայց քաղաքական մրցակցությունից զատ շատդաունն ունի իրական շոշափելի հետևանքներ։ Դաշնային աշխատակիցների արհմիության նախագահը զգուշացնում է, որ այս իրավիճակը խաթարում է պետական մարմինների աշխատանքը եւ դժվարացնում նոր մասնագետների հավաքագրումը։ Դաշնային աշխատակիցները 25%-ով ավելի քիչ են վաստակում, քան մասնավոր հատվածում նույն աշխատանքը կատարողները, ինչը դաշնային կառավարությանը դնում է իրական անբարենպաստ դիրքում։ Ավելին, մարդիկ տեսնում են, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում դաշնային աշխատուժի նկատմամբ։ Նրանք վիրավորում են, վախեցնում, աշխատանքից հեռացնում։ Այս կառավարությունում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, որոնք առաջ երբեք չեն եղել։
Տնտեսական տվյալների հրապարակման դադարեցումը զգուշավոր է դարձրել ներդրողներին, սակայն անորոշության պայմաններում կտրուկ աճել է ապահով ապաստարան համարվող ակտիվների, մասնավորապես ոսկու պահանջարկը, որի գինը հասել է ռեկորդային մակարդակի։ Այս ներքաղաքական պայքարի ֆոնին, որտեղ կողմերը միմյանց մեղադրում են երկիրը վտանգի տակ դնելու մեջ, նախագահ Թրամփը իր ապագա ծրագրերի մասին է խոսում։ Մեծ ծրագրեր ունեմ։ Այո, ունեմ մեծ ծրագրեր։ Ես ուզում եմ գոյատևել։ Դա հենց իմ ծրագրերից հիմնականն է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Դա խելագարություն է։ Այդ խելագար դեմոկրատների օգտագործած հռետորաբանությունը շատ վտանգավոր է։ Նրանք քաղաքականությունը դարձրել են շատ վտանգավոր։ Թրամփի վարչակազմը ծրագրում է մինչև 1700 ազգային գվարդիայի զինվոր մոբիլիզացնել 19 նահանգներում, աջակցելու ներգաղթի եւ մաքսային ծառայության գործողություններին։ Զորքերը հիմնականում տեղակայվելու են հանրապետականների վերահսկողության տակ գտնվող նահանգներում՝ Թենեսիում, Տեխասում, Ֆլորիդայում, Լուիզիանայում։ Սակայն Թրամփը նաեւ սպառնացել է զորքեր ուղարկել դեմոկրատների խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Չիկագոն եւ Նյու Յորքը, հանցավորության աճի պատճառությամբ։ Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում արդեն իսկ տեղակայումներ են եղել։ Այս իրավական վեճերի ֆոնին Թրամփի վարչակազմը որոշել է զորքեր ուղարկել նաև Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք, դաշնային ներգաղթային կառույցները, իր բառերով ներքին ահաբեկիչներից պաշտպանելու պատրվակով։ Սա առաջացրել է նահանգի իշխանությունների կտրուկ արձագանքը, որոնք հայց են ներկայացրել վիճարկելով նախագահի որոշումը։ Մեզ պետք չեն եւ մենք չենք ուզում դաշնային զորքեր Օրեգոնում, որոնք վախ են սերմանում, հակամարտություն ստեղծում եւ անկեղծ ասած սրում են մի իրավիճակ, որը վերահսկողության տակ է։ Դա խախտում է ինքնակառավարման մեր իրավունքը, խոչընդոտում է տեղական իրավապահ մարմինների իրենց առաքելություն իրականացնելու կարողությանը։ Կարծում եմ նախագահը չունի նահանգի տարածքում դաշնային զորքեր տեղակայելու լիազորություն։ Օրեգոնը մեր տունն է, այն ռազմական թիրախ չէ։ Ազգային գվարդիայի տեղակայումը ամերիկյան քաղաքներում ավելին է, քան պարզապես իրավական գործողությունը։ Այն դարձել է քաղաքական պայքարի գործիք, որտեղ դաշնային կառավարության եւ նահանգների իշխանությունների միջև սահմանադրական լիազորությունների սահմանները ենթարկվում են լուրջ փորձության։ Մի կողմից նախագահը պնդում է, որ գործում է ազգային անվտանգության շահերից ելնելով, մյուս կողմից նահանգապետերն ու դատարանները նրան մեղադրում են իշխանազանցման եւ իրավիճակը քաղաքական նպատակներով սրելու մեջ։ Դոնալդ Թրամփը ձգտում է դափնիների, նաեւ արտաքին աշխարհում, պարբերաբար ակնարկելով, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին։ Դե Դոնալդ Թրամփի համար Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալը բացարձակապես բացառված է, եւ պատճառը հիմնականում այն է, որ նա աջակցում է Գազայում շարունակվող ցեղասպանությանը, թեև ասում է, թե ատում է մարդկանց սպանությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակեցնում է, որ այս տարի խաղաղության մրցանակի ճանապարհն անցնում է մեկ կետով՝ Գազայում պատերազմի դադարեցմամբ։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք դադարեցնեք այս հակամարտությունը եւ կարողանաք վերջապես վերաբացել մարդասիրական օգնության ուղիները, փրկել երեխաների, կանանց, տարեցների կյանքը։ Միացյալ Նահանգների 4 նախագահ է ստացել այս մրցանակը՝ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Ջիմի Քարտերը եւ Բարակ Օբաման։ Բոլորն են միջազգային դիվանագիտության մեջ իրենց ներդրման համար։ Աշխարհի ուշադրությունը շուտով կսևեռվի Օսլոյին, որտեղ հոկտեմբերի 10-ին կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Նոբելյան փորձագետները գրեթե միաբերան պնդում են, որ Թրամփը չի կարող հաղթել, քանի որ նրա քաղաքականությունը քանդում է այն միջազգային կարգը, որը փորձում է պաշտպանել Նոբելյան կոմիտեն։ Սակայն անկախ նրանից, թե ով կստանա մեդալն ու $1,200,000, Թրամփի համար այս թեման ամենայն հավանականությամբ կմնա քաղաքական շահարկումների առարկա։ Իսկ այսօրվա իրողությունն այն է, որ խաղաղության մասին խոսող նախագահը ներքաշված է մի ճգնաժամի մեջ, որը նրա կառավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ կատվածահար է արել իր իսկ երկրի գործադիրի աշխատանքը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Ամերիկյան այս ներքին բոլոր խժդժություններն ու Թրամփի բերած անկանխատեսելի զարգացումները լրջորեն խաթարում են իր դաշնակիցների կյանքն ու կռիվը, բայց կա մեկ բացառություն։ Իսրայելի վրա ոչինչ չի ազդում։ Ինչ անում էին Գազայում, շարունակում են։ Այնտեղ մարդիկ սովամահ են լինում, տների վրա ռումբեր են թափվում, իսկական դժոխք բաց երկնքի տակ ու վերջը չի երևում։ Աշխարհի 10-ից ավելի երկրում բողոքի ցույցեր են սկսվել Իսրայելի դեմ։ Չորեքշաբթի օրվանից աշխարհի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ Իսրայելի։ Գազային մարդասիրական օգնություն տանող Սումուդ նավախմբի արշավի կասեցման, նավերի կալանման եւ ակտիվիստների ձերբակալման դեմ ընդվզող ցուցարարները աջակցություն են հայտնում պաղեստինյան անկլավի բնակչությանը, պահանջելով դադարեցնել շրջափակումը եւ ցեղասպանությունը։ Թող Գազան ապրի, դադարեցրեք ռմբակումները։ Տեսեք, մեր մարդիկ Ամերիկայում փողոցներում են ապրում, իսկ մենք շարունակ ռմբակոծում ու սպանում ենք ուրիշներին։ Դա սարսափելի եւ անընդունելի է։ Այդ պատճառով ես այստեղ եմ։ Ես ոչ պաղեստինացի եմ, ոչ արաբ, ես պարզապես ամերիկացի եմ, որը հավատում է, որ ճշմարտությունը պետք է հաղթի։
Բողոքի ակցիաներ են ծավալվել առնվազն 11 երկրներում։ Տորմիղի կալանումից ի վեր մենք նրանց գտնվելու վայրի եւ առողջական վիճակի մասին որևէ լուր չունենք։ Մենք պահանջում ենք, որ նրանք վերադառնան ողջ ու առողջ։ Հակառակ դեպքում մեր կառավարությունը պետք է կոշտ պատժամիջոցներ կիրառի Իսրայելը մեկուսացնելու համար։ Անընդունելի է, որ Իսրայելը շարունակում է բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարել։ Մեխիկոյում ցուցարարները ծածանելով Պաղեստինի դրոշները երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձան, որը ակտիվիստները վերանվանել են Ազատ Պաղեստինի հրապարակ։ Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ Սումուտ Տորմիղի նավերից մեկում եղել է Մեքսիկայի 7 քաղաքացի։ Ապշած եմ, որքան քիչ մարդիկ են արձագանքել այս հարցին այն դեպքում, երբ դա իրական ցեղասպանություն է ու համաշխարհային սկանդալ։ Պետք է դրսևորենք համերաշխություն պաղեստինցիների նկատմամբ։ Այնտեղ ավելի քան 20,000 երեխա է զոհվել։ Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում բողոքի ակցիաները թեժ են անցել։ Բերլինում ցուցարարները կարմիր ներկ են լցրել Գերմանիայի արտգործնախարարության շենքի վրա, խորհրդանշելով Գազայում թափված արյունը։ Ոստիկանությունը ձերբակալել է 4 ակտիվիստի։ Մենք հենց նոր արտաքին գործերի նախարարության շենքի ճակատը ներկեցինք արյան կարմիր գույնով եւ նախարարության մուտքի առջև գետրին գրեցինք Պաղեստինում սպանվածների անունները։ Բարսելոնայում ուսանողական երթի մասնակիցները վնասել են միջազգային բրենդների Starbucks-ի եւ Burger King-ի սրճարանները, պատերին գրելով դադարեցրեք ցեղասպանությունը եւ ազատություն Պաղեստինին կարգախոսները։ Լուծում որ հարցի համար։ Մեռած երեխաներն ինչ է վերադառնալու են։ Ծնողները նորից գրկելու են նրանց։ Ոչ, ես էլ հույս ունեմ, որ լուծում կլինի, բայց դրա համար շատ բան պիտի փոխվի։ Ես ցավ եմ ապրում, ինձ անասելի անօգնական եմ զգում, զայրույթ ու զզվանք եմ ապրում, երբ լսում եմ հեռուստատեսությամբ խոսողներին կամ տեսնում եմ Նեթանյահուին գագաթնաժողովում հայտարարելով, թե Պաղեստինի երեխաները օրական ավելի քան 2000 կալորիա են ստանում։ Ինչպես են թույլ տալիս այդ մարդուն ներս մտնել ու նման բաներ ասել։ Մեր հասարակության մեջ կուտակված զայրույթն այսօր այստեղ է արտահայտվում։ Դուբլինում, Հռոմում եւ Աթենքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, պահանջելով ազատ արձակել կալանավորված ակտիվիստներին, որոնց թվում է շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը։ Կարծում եմ պետությունները պետք է ճանաչեն Պաղեստինի պետությունը, ինչպես նաև այն բոլոր տարածքները, որոնք այսօր տառապում են բռնությունից, ագրեսիայից ու պատերազմներից։ Բողոքի ցույցեր են նաև Ստամբուլում եւ Թունիսում, որտեղ հավատացյալները ուրբաթօրյա աղոթքից հետո երթով շարժվել են փողոցներով, դատապարտելով Իսրայելի գործողությունները։ Թուրքիան, Հորդանանը, Եգիպտոսը, Մերձավոր Արևելքի եւ Արևմուտքի բազմաթիվ պետություններ անտարբեր են Գազայի պատերազմի նկատմամբ, սակայն հենց ժողովուրդն է, որ անընդհատ ակտիվացնում եւ սրում է այս գործընթացը։ Իրականում մենք էլ այդ տորղիմի մի մասն ենք, եւ այստեղի ժողովուրդը հստակ ու բացահայտ իրեն հենց այդպես էլ ընկալում է։ Մենք այստեղ ենք մեր զորակցությունը հայտնելու Սումուտ Տորմիղի մասնակիցներին, որոնց սիոնիստական կազմակերպությունը առևանգել է իրականացնելով հանցավոր եւ ահաբեկչական գործողություն։ Իսրայելական ուժերը կալանել են մարդասիրական օգնությամբ բարձված 39 նավ, որոնցում եղել են տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ավելի քան 400 ակտիվիստներ։ Կազմակերպիչների հաղորդմամբ միայն մեկ նավ է շարունակում իր ճանապարհը դեպի Սովյալ Գազայի հատված։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Իսրայելի դեմ գլոբալ շղթայական բողոքի ալիքը միակը չէ, աշխարհում սկսվում է հեղափոխությունների նոր շքերթ, հիշում եք Նեպալում տեղի ունեցածը։ Պարզվում է այս երկրի օրինակը ոգեշնչել է երիտասարդներին ամբողջ աշխարհում, եւ հիմա Մադագասկարից մինչև Պերու սկսվել են շարժումներ, որոնք ստացել են Generation Z կամ Z սերնդի հեղափոխություն անունը։ Նման մի երևույթ տեղի ունեցավ 15 տարի առաջ, այն ժամանակ ստանալով արաբական գարուն անունը ու հանգեցնելով հեղափոխությունների Թունիսից մինչև Սիրիա, բայց այս մեկը ամենագլոբալն է ու որևէ սահման չի ճանաչում։ Մարոկոյում հարյուրավոր մարդիկ հարձակվել են անվտանգության ուժերի հենակետի վրա, հրդեհելով հաստատության մի մասը եւ մեքենաները։ Իշխանությունների հաղորդագրության համաձայն անվտանգության ուժերը կրակ են բացել, սպանելով 3 զինված երիտասարդի, որոնք փորձել են զենք հափշտակել։ Gen Z 212 երիտասարդական խմբավորման կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կրթության եւ առողջապահության բարելավում։ Gen Z-ի ցույցերը շարունակվում են նաև Մադագասկարում, հիմնականում պայմանավորված ամբողջ երկրում տիրող ջրի խիստ պակասով եւ հաճախակի հոսանքազրկումներով, որոնք տներն ու տնտեսությունը թողնում են առանց էլեկտրականության ավելի քան 12 ժամով։ Այնինչ սկսեց որպես հուսահատության ճիչ, արագորեն վերաճեց նախագահ Անդրի Ռաձուելինայի իշխանության դեմ լուրջ ընդվզման։ Շարժման առաջատար ուժը ոչ թե ավանդական ընդդիմությունն է, այլ սոցիալական ցանցերում կազմակերպված երիտասարդները, Gen Z-ն։
Նոր սերնդի շարժումները հիմնականում ոգեշնչվել են Նեպալում երիտասարդների առաջնորդությամբ անցկացված նմանատիպ ցույցերից, որոնք ցույց տվեցին, որ համացանցում սկիզբ առած դժգոհության ալիքը կարող է վերածվել իրական քաղաքական փոթորկի։ Նեպալում բավական է շարժումը պայքարելով կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցերի միջոցով ստիպեց իշխանություններին գնալ զիջումների եւ իրականացնել համակարգային փոփոխություններ։ Այսուհետև մենք պետք է կանխենք երիտասարդների արտագաղթը։ Մենք պետք է ինչ-որ բան անենք Նեպալի համար եւ այստեղ աշխատատեղեր ստեղծենք։ Այժմ եւ ապագայում այլևս կոռուպցիա չպետք է լինի։ Հազարավոր եւ միլիոնավոր երիտասարդներ ստիպված են եղել արտագաղթել, թող այդ օրերը այլևս չկրկնվեն։ Ես ցանկանում եմ ասել, որ բոլոր այն երիտասարդները, որոնք հեռացել են արտասահման, կարողանան վերադառնալ ու մնալ Նեպալում եւ աշխատանք գտնել։ Թող գալիք օրերը լինեն լուսավոր ու բարենպաստ։ Մադագասկարում մշտական հոսանքազրկումներն ու ջրի պակասը ցույցերի են հանգեցրել մայրաքաղաք Անտանանարիվուն դեռևս 2024 թվականի սեպտեմբերից, որից հետո շարժումը տարածվեց այլ քաղաքներում։ Երիտասարդները ցույցերը կազմակերպել են սոցիալական ցանցերի, մասնավորապես Facebook-ի միջոցով։ Բողոքները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, նախազգուշական կրակոցներ արձակել։ Իշխանությունները նաև պարետային ժամ են սահմանել։ ՄԱԿ-ը հայտնել է առնվազն 22 զոհի եւ 100-ից ավել վիրավորների մասին։ Պատճառը վերագրելով անվտանգության ուժերի բռնի արձագանքին, սակայն Մադագասկարի արտգործնախարարությունը վիճարկել է այդ տվյալները։ Սեպտեմբերի 29-ին նախագահ Ռաձուելինան հեռուստաուղերձում լուծարեց կառավարությունը, խոստանալով երկխոսություն սկսել երիտասարդների հետ, սակայն վարչապետին զոհաբերելով դրությունը փրկելու փորձերը չմեղմեցին ցույցերը։ Գուցե մենք չենք բավարարել ձեր ձգտումները կամ նույնիսկ չենք լսել ձեր ապրած վախերն ու տագնապները։ Հետևաբար, համաձայն Սահմանադրության 54-րդ հոդվածի, ես այսօր որոշում եմ կայացրել ազատել վարչապետին եւ արձակել նրա կառավարությունը։ Սեպտեմբերի կեսերից էլ Պերուի երիտասարդներն են ոտքի կանգնել։ Նրանց առաջնորդությամբ ընթացող ցույցերն ուղղված են նախագահ Դինա Բոլուարտեի դեմ եւ պայմանավորված էին վիճելի կենսաթոշակային բարեփոխումներով, կոռուպցիոն սկանդալներով, տնտեսական անկայունությամբ, աճող հանցագործությամբ եւ 2022 թվականի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կրակոցներից տասնյակ ընդդիմադիրների սպանության համար պատասխանատվության բացակայությամբ։ Մենք խաղաղ կերպով բողոքում էինք, բայց նրանք հարձակվեցին ժողովրդի վրա, կրակեցին, արցունքաբեր գազ օգտագործեցին։ Ոստիկանները լավ գործում են ժողովրդի դեմ, բայց երբ խոսքը վերաբերում է հանցագործներին եւ մարդասպաններին բռնելուն, նրանք այդպիսին չեն։ Ջեյնզիի վերջին բողոքի ցույցերը Մարոկոյում, Մադագասկարում եւ Պերուում ոգեշնչված Նեպալի հակակոռուպցիոն շարժումից արտացոլում են երիտասարդ սերնդի վճռականությունը, սոցիալական ցանցերում բարձրացրած ալիքը վերածելով իրական եւ հուժկու քաղաքական շարժման, որը ստիպում է իշխանություններին կամ փախչել երկրից, կամ գնալ լրջագույն զիջումների, կամ պատասխանատվություն կրել երկրի աղետի եզրին հասցրած գործողությունների համար։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ցնցումներով լի աշխարհից մի պահ կտրվենք, այսօր դատարանը հրապարակել է Միքայել arczepiskopos Աջապահյանի դատավճիռը, սրբազանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման մեղադրելով իշխանությունը զավթելու կոչի համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատավճիռն անվանել է քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց։ Աղմկահարույց մեկ այլ դատի մասին Գեղարքունիքում քննվում է Ազատի զինվորական կացարանի սոսկալի ողբերգության վերաբերյալ գործը, որն ընթանում է թեժ մթնոլորտում։ Հրդեհից մահացած 15 զինծառայողների գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հանդես եկել մի շարք հարցադրումներով, կասկածի տակ դնելով քննության կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածը։ Եվ թողարկման վերջում երկու լուր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր մասին պատմող «Իմ կյանքը միշտ ուշադրության կենտրոնում» կենսագրական գիրքը, որի հեղինակը իտալացի Ալեսանդրո Ալչիատոն է։ Գիրքն Իտալիայի գրախանութներում կհայտնվի հոկտեմբերի 7-ին։ Այս էջերում իմ պատմությունն է, ֆուտբոլ, ընտանիք, փորձություններ, անկումներ եւ վերելքներ։ Գիրք, կարգապահություն եւ ամենագլխավորը լինել լավ մարդ, որի մասին դասեր ստացել եմ հորիցս, ասել է Մխիթարյանը։ Եվ երկրում բերքը հավաքի ակտիվ սեզոնն է, ընթանում է մասնավորապես խաղողի մթերումը, մեր նկարանող խումբը շրջել է այգիներով ու գործարաններով ու արձանագրել ահասա։ Այսօր այսքանը ամփորձանք շաբաթ կիրակ եմ մաղթում, հետևեք մեզ սոցցանցերում և բաժանորդագրվեք ցտեսություն։